ռեկորդինգ միացրեց։ Հիմա ինչ ասում, ուսմա գրել ֆունկցիա, որը կստանա զանգված թվերով։ Եվ ռեկուրսիայի միջոցով կտպի զանգվածի տարերի քառակուսի։ Ճիշտ է։ Հիմա դե տես օրինակ Գուրգենը ինչ ա արել ստեղ։ Ու գրել է այդ ֆունկցիան, զանգվածը ստեղ փոխանցել է, եթե ուշադիր նայենք զանգվածին, զանգվածի մեջ կա նաև ուրիշ զանգվածներ, ճիշտ է։ Հիմա եթե նայենք ըստ այս օրինակի, պետքա ինչ անենք, պետքա բռնենք հատ-հատ ամեն մեկի համար մի հատ for ֆռայենք, հա, չէ՞։ Պետքա այդքան for ֆռայենք, որ կարողանանք, չգիտեմ, ստանանք բոլորին։ Բայց Գուրգենը մի հատ for-ով սա հարցը լուծել է։ Հիմա անդրադառնանք քո խնդրին։ Դու ինչ ես արել ուրեմն։ Գրել ես console log array в общем x-երորդը, հա, ինդեքսը, վերևը մի հատ ինդեքս ես պահել 0, բազմապատկել ես, քառակուսի ես բարձրացրել 2-ով, հա։ Տակի x-ը պլյուս ես արել ու քո item-ով array-ը կանչել ես, անընդհատ կանչել ես։ Հա։ Բայց կանչել ես քառակուսի փակագծերով, աշխատացրել ես այս կոդը առհասարակ։ Ամեն դեպքում, տեսեք ուրեմն ստեղ ինչա կատարվում։ Գուրգենը նախ սկսում նայում է, եթե number է, հա, array-ի մեջ էլեմենտը, քանի որ հենց for-ը ֆռած, առաջի էլեմենտը 4-ն է, չէ՞։ Всё, 4-ը դառավ 2, հետո դառավ 2, 2 անգամ 2, հա, հետո 4-ի քառակուսի, հետո 5-ի քառակուսի, տեսնում է, որ էլ թիվ չի, նայում է array-ը, ասում է հա array-ը։ Ու նորից գտնում է այս if-ի մեջ արդեն։ Հենց if-ի մեջ գտնում, այս է, չէ՞, մեր LM-ը։ Այս մեր LM-ն է։ Զանգվածի անդամն է ինքը։ Այս մեր զանգվածի անդամն է։ Այս փուճուր զանգվածը, որ մեջը 7 է, այս մեր զանգվածի էլեմենտ է։ Չէ՞, պատկերացրինք։ Հիմա Գուրգենը նույն ֆունկցիան է կանչել, ռեկուրսիա է արել։ Նույն ֆունկցիան կանչել է ու այս զանգվածն է փոխանցել արդեն։ Այս մարդը եկել է նորից for-ը ֆռացել, տեսել է, որ թիվ է, օքեյ, քառակուսի է բարձրացել, տպել, անցել առաջ։ Ու նույնը սրա համար։ Պատկերացրինք։ Հիմա արի քո օրինակը նայենք, հա։ Որ չասես աշխատել է։ Դու ինչ ես արել, մի հատ ինդեքս ես պահել այստեղ, հա, например, քո համար, ճիշտ է։ Հիմա գիտես ինչի համար ես մտածել, որ քո մոտ աշխատել է։ Որովհետև քո զանգվածի մեջ ընդամենը 2-ն ու 4-ն է, դու այս զանգվածի վրա չես արել օրինակը։ Հեսա ցույց տամ, որ Վիկտորիան ավելի լավ պատկերացնի ինչա կատարվում ստեղ։ X-ը պլյուս ես անում ու ասում ես if եթե x-ը փոքր է մեր արարակ այդ length-ից։ Ու կանչել ես func-ը էլի։ Բայց կանչել ես քառակուսի փակագծերով ու նորից տվել ես նույն զանգվածը։ Բա ո՞նց աշխատես, այդ ես ուզում եմ հասկանամ։ Հասկացա, բայց լավ, օքեյ։ Այս քո կոդն է, ճիշտ է։ Նույն բանն եմ գրել, ինչ որ դու։ Արի գնանք մի հատ բրաուզեր։ Աշխատես, տպել է, չէ՞, թույն։ Սպասի, մի հատ հասկանամ ես։ Հիմա, բայց դու ինձ կարաս բացատրես այս դեպքում դու ինչ ես արել, որ աշխատել է։ Հա։
Ահա, ահա, հասկացա։ Հիմա տեսնում ես, էս ինչ է տպում ստեղ։ Ահա, որովհետև դու փորձում ես այս զանգվածը քառակուսի բարձրացնես ստեղ, քանի որ էս մեծարեիա, էս արեինա, ճիշտ է։ Ահա, քանի որ էս մեծարեի x-երորդը գալու հասնելու է ինչ-որ մի հատ կետի, որ սա դառնա, ճիշտ է։ Ահա, բայց սրա քառակուսին ո՞նց կարա, արեին քառակուսին ո՞նց կարա բարձրացնի ինքը։ Դրա համար օրինակները որ տալիս եմ, այդ նույն օրինակների վրա է պետք հավաքել կոդը։ Բա հասկացա, չէ՞ խնդիրը ինչումն է։ Okay, դու մի լեվելի զանգվածի վրա թույն ես արել, հա։ Եթե մենք սենց ասեմ, եթե էս չունենայինք, հա, okay։ Բայց քանի որ մենք խորացված արեիներ ունենք, պետք է գուրգենի լուծած տարբերակով լուծեինք, որ հասնեինք մեր ուզած արդյունքին, հա։ Պետք է for ունենայինք, for-ի մեջ ունենայինք type-երի ստուգում, number-ը, տես ստուգում է number-ը, նորա բարձրացնում, դրա համար իրա մոտ նան չի ստանում ինքը։ Number-ը նոր քառակուսի կբարձրացնի, հա։ Այս Տես, եկավ else-if-ի մեջ մտավ, չէ, երբ որ զանգվածը։ Ու այս ֆունկցիան զանգված էր, չէ, որպես պարամետր ընդունում։ Այստեղ եկավ հասավ, որ ինքը զանգված է, ճիշտ է։ Այդ զանգվածը նորից տալիս է հենց ինքն իրան, քանի որ ինքը զանգված ընդունում է։ Հա։ Ու նույն գործողությունը անում է։ Արդեն այո, արդեն ինքը տվել է stay-ի իր երեխեքին է փոխանցել, հա, այս սրա միջոցով արդեն։ Բայց այն երեխեքին, հա, դե, տես, այդտեղ for ենք ֆռում սաղ էս էլեմենտների վրա, ճիշտ է։ Հերթականությամբ կգա կհասնի ստեղ, կմտնի else-ի մեջ։ Else-ի մեջ կմտնի, քանի որ սա զանգված է, տալիս ենք սրան, նորից իրան ենք տալիս։ Արդեն այս for-ը, որ ֆռացել է, այս պուճուր զանգվածի համար է լինելու, երբ որ այս ֆունկցիան արդեն կանչվեց։ Պատկերացրինք, հենց այս ֆունկցիան կանչեցինք, արդեն այն բան հաջորդ գործողությունը սրա վրա է for ֆռում։ Հենց եկա հասավ սրան, արդեն հաջորդ գործողությունը սրա համար է for ֆռում, այս 3-ի համար է for ֆռում։ Հա, պատկերացրինք։ Տես, ստեղ ունեմ բացի 7-ից ուրիշ թվեր, ճիշտ է։ Վիկտորիա։ Տես, for-ը չէ ֆռացել սրա վրա, այս մեծ զանգվածի վրա։ Եկել է, այս if-ի մեջ է մտել, թվերի հետ աշխատել, բրծել է, ինձ արդեն մտել է else-ի մեջ։ Else-ի մեջ է մտել ու ինքն իրան է կանչել, իրան էլ որպես պարամետր տվել է արդեն այս մի զանգվածը։ Քանի որ ելևս դե հա, եթե թիվա, ուրեմն ստեղ է մտնելու, else if-ի մեջ չի մտնելու։ Բայց արդեն ոչ թե մեր մեծ արարն, այլ ներսի արարն է։ Այս պուճուր արեին է արդեն, ոչ թե այս մեծն է։ Տես ամենաառաջինը այս մեծն ենք փոխանցել, ճիշտ է, ստեղ։ Հետո արդեն ստեղ, այս level-ի վրա, ներսի արեիներն ենք փոխանցում։ Ու նույն գործողությունը արդեն ներսի թվերի համար է կատարվում, դե ներսը քանի որ array չկա, արդեն այս ներսի համար այս else-ի մեջ չի մտնում։ Այս մի for-ը կպրծնի, հա, կասնի սրան արդեն։ Սրանց մեջ արդեն մենակ թվային գործողությունների մեջ է ինքը մտնում։ Ինքը ստեղ չի մտնում էլ։
Դրա համար ռեկուրսիան այդքանը դադարեցվում է ու ինքը խնդիր չի առաջացնում մեզ։ Պատկերացրինք։ Всё, գնացինք առաջ։ Հաջորդ խնդիրը։ Ասում է գրել function, որը կստանա զանգված լսված թվերով եւ երկրորդ պարամետր թիվ։ Ռեկուրսիայով տպել զանգվածի այն տարերը, որոնք փոքր են երկրորդ պարամետրով ստացած թվից, այսինքն ինչ ենք անում։ Դե Հիմա այս մեր ֆունկցիան է, ճիշտ է։ Երկու հատ պարամետր է ստացել, ճիշտ է։ Մեկը array, մյուսը թիվ, հա։ Հիմա եթե վերցնենք օրինակի համար քո օրինակը, որովհետև էլի ոնց ենք արել, մեր օրինակները իգնորիրված ենք արել, մեծ օրինակներ չենք գրել, ընդհանրապես գրել ենք մի հատ փոքրիկ զանգված, դրա համար էլ աշխատել է։ Դու մի հատ for ես ֆռացել, օրինակ այս դեպքում այդ մի հատ for-ը ոնց պետք է աշխատեր։ Պես քանի հատ զանգված ունի։ Ապրես, հիմա տես, օրինակ ստեղ Գուրգենը ինչ ա արել։ Մի հատ for-ա ֆռացել, ստանդարտ։ Տես խնդիրները այնքան իրար, դրա համար է էլի խնդիրները այս ձևով տրվում, որ տես նույն լոգիկան ստեղ է գրված, ճիշտ է։ Պրոստը օրինակի համար ստեղ ստուգել է ինքը type-ով-ը գործողություն արել ինչ-որ, այստեղ էլ ուրիշ պայման է ստուգել։ Բայց տես օրինակ այս կտորը ռեկուրսիայի մեջ, տես օրինակների վրա, նույնն է, ճիշտ է։ Այստեղից էր պետք կախվել, օրինակ տես Գուրգենը առաջինը լուծել է, всё գնաց դրանից հետո։ Հա։ Հիմա ինչա կատարվում։ Նորից նույն for-ը, որ ֆռա առաջի level զանգվածի էլեմենտների վրա, հա։ Ու ստուգել է, օրինակ 2-ը մեծ է 8-ից, ասել է չէ, բանը ոնց որ անցել է առաջ, հետո, բայց ստեղ մի հատիկ բայց կա։ Ну, չէ, լավ, principi if-ի մեջ array-ը ստուգել ես, խնդիր չկա։ Խնդիր չկա, օքեյ է։ Տես, եկավ, if-ի մեջ մտավ, ճիշտ է։ Ասում է 2-ը մեծ է 8-ից, ասում է չէ, մեծ չի, ասում է ուրեմն մի հատ else if ստուգի։ Ասում է 2-ը զանգված է, ասում է չէ, ասում է օքեյ, ուրեմն for-ս գնաց մյուս էլեմենտի վրա։ 56-ն է մյուս էլեմենտը, ճիշտ է։ Ասում է 56-ս օրինակի համար։ Կներեք։ Մի րոպե ես ասում։ Հիմա պայմանը սխալ է կարդացել, ոչինչ, հեսա նորից կգանք։ Եկավ ցիկլը սկսեց պտտվել, ճիշտ է։ Էլեմենտս 2-ն է։ Ստուգում է, ասում է թիվը մեծ է 2-ից։ Ասում է, հա, ճիշտ է այս պայմանը։ Կոնսոլ լոգում տպում է, ճիշտ է։ Քանի որ if-ի մեջ մտնում է, սրա մեջ էլ չի մտնում։ Հիմա այտենց ստուգելով եկավ, հասավ, ասում է բանը, array-ա։ Ասում է, եթե array-ա, այս զանգվածը վերցրու ու այն թվի հետ, որը ստացել էր իմ parent-ը, հա, օրինակի համար։ Արդեն զանգվածի տեղը, այս մեծ զանգվածի տեղը, փոխանցի այս փոքր զանգվածը։ Ու տենց շարունակ, ոնց որ ստեղ։ Նույն պրինցիպ։ Պատկերացրինք, անցանք առաջ։ Ասում է գրել function, որը կստանա թիվ եւ ռեկուրսիայի միջոցով կտպի վերջում տրված թվի ֆակտորիալը։ Ահա։ Եկանք հասանք ֆակտորիալ։ Թիվը ստացվել, չէ՞։ Տես Գուրգենը ինչ քայլ է արել սրանով։ Կարաս բացատրես։
Ինչի համար։ Okay։ Տես, ուրեմն երկու հավասարի ու 3 հավասարի տարբերությունը ո՞րն է Գուրգեն։ Երկու հավասարը ստուգում է պրոստը գրվածները, իսկ 3 հավասարը իր պատկանելություն թե ինչ նամբրա, ну, տեքստը թե թիվը, իր Երկու հավասարը ստուգում է կոնկրետ տված արժեքը, արժեքի է դա։ Իսկ 3 հավասարը խիստ հավասարն է, որը որ նա այդ բացի արժեքներից ստուգում է թե ինչ տիպի են իրար։ Հա, պատկերացրին Վիկտորիա ջան։ Դե օրինակ տես, եթե ես այդտեղ խիստ հավասար դնեմ, այս մեկը այսպես ճակերտների մեջ դնեմ, ինքը ասելու է false, հավասար, եթե սա 1 լինի, հա, պատկերացրի, եթե 1 փոխանցեմ, 1 թիվը։ Ու ասեմ 3 հավասար 1, արդեն string-ի մեջ։ Ինքը false ալնելու, ասելու հավասար չեն իրար, որովհետև 3 հավասար է, բացի այն որ ստուգելու էր մեջինը, նաև ստուգելու էր իրանց տիպերը, սա number-ը, սա string։ Բայց եթե օրինակ ստեղ ես 2 հավասար դնեմ, ինքը կասի որ հավասար են, այո, որովհետև արժեքների համընկում է տենալու ու ինքը type-ը չի ստուգելու։ Պատկերացրիք, չէ՞։ Всё, շատ լավ։ Գուրգեն ջան, բացատրի, ինչ ես գրել։ Երկու պարամետր են տվել եմ առաջին թիվը ու երկրորդ պարամետրը 1-ը։ Որ չեմ կարողացել։ Ինչ։ Առաջի if-ի մեջը ստուգվել է, եթե թիվը 0 է կամ 1 է, իմաստ չունի անել։ ինքը իմաստ չունի, դե 1-ին console log-ը թիվը։ Else-ի մեջը այդ մեր ֆունկցիաս եմ կանչել։ Ահա։ Թիվն եմ տվել, թվի ամեն անգամ մինուս եմ արել ու այդ թիվը բաղապատկել եմ մեր այդ թվից հանած 1-ով ամեն անգամ։ Ու ստեղ այս այդ ֆունկցիան կգա վերև կտեսնի, նոմա վերջի վերջով դի հավասար 1-ի կամ 0-ի։ Հենց 0-ի հավասարվա կամ 1-ի հավասարվա կողան console log-ը մեր ստացած թիվը, որտեղ գլխի միջից է թիվը բաղապատկել ենք մեր ամեն անգամ մինուս եղած թվը։ Ինչ անենք Վիկտորիա ջան։ Ահա։ Մի բան ստուգել, մեկից փոքր։ Հա, օքեյ, բայց տարբերություն չկա մեծ հաշվով։ Այո, իհարկե։ Հա, պատկերացրինք։ Հասկացանք, այս ինչա արել ֆակտորիալը կանչելուց հետո ինքը, այս կտորը հասկացանք ինչա կատարվել Վիկտորիա։ Ամեն անգամ ինքը 1-ով պակասացնում է մեր թվի արժեքը, քանի որ գիտենք, որ թվի ֆակտորիալը 1-ից մինչև իրա այդ հատվածում ընկած թվերի արտադրյալն է, ճիշտ է։ Ու ամեն անգամ տես ինքը այս նույն գործողությունը, հա, կատարել է ֆունկցիայի ներսում, տես սա ինքը որ գրել է թիվը հավասար է 1, դա նույնն է որ գրել ինքը let թիվը հավասար է 1։ Պատկերացրիք։ Հիմա ինքը այս թիվը որ կա, անընդհատ փոխանցում է այս ֆունկցիային, փոփոխված ձևերով արդեն։ Սա -1 արած, սա էլ արդեն եղածած արժեքը իրար բազմապատկած։ Ու всё, ֆակտորիալը պատրաստ է, համոզվելու համար կարանք մի հատ նայենք, ստացել է։
Всё, այսքան բան։ Մեկանք հավեսով խնդիրներին ոնց որ, հա։ Հասմատարված է զանգված, լսված զանգվածներով, ուրիշ լիքը զանգվածներով։ Այս բայց խնդիրը չտեսա դու արել էիր, թե չէիր արել ոնց որ աշկովս չեմ գա։ Հալա 4-րդը արել ես, էլի for կանչել ես, նո ռեկուրսիա ստացել ես, բայց հեսա մանրամասն կնայենք։ Գործողությունը չկա, հա, հասկանում ես քո մոտ։ Ռեկուրսիայի միտքը բռնել ես, բայց գործողությունը չկա քո մոտ։ Դու ռեկուրսիա արել ես, բայց մի հատիկ քայլ պակաս ես արել, այս գումարման process-ը չես արել դու։ Հիմա ինչա կատարվում։ Ունենք զանգված, այս նույն խնդիրը ստել ուտել էինք, բայց դասի ժամանակ վիդեոն չեք նայել ուրեմն։ Ահա։ Հիմա մի հատ փոփոխական ասամ, հայտարարած, որը իր սկզբնական արժեքը 0 է։ Ինչա անում Գուրգենը, for-ը ֆռում այս մեծ զանգվածի վրա, ճիշտ է։ Հա։ Իսկ կարաս ասես սրա մեջ ու սրա մեջ ինչ-որ տարբերություն տեսնում ես։ Էլի նույն պայմանները։ Ուղղակի մեջը գործողություններն է, հա, հարբեր։ Օրինակ, այս դեպքում պրոստը տպելն է, հա, ենթադրենք իր գործը պայմանից կախված։ Այս մի դեպքում պայմանից կախված քառակուսի բարձրացնելն, հա։ Այս մի դեպքում էլ գումարն է հաշվում, հա։ Էականորեն ոչ մի տարբերություն, էլի նույն process-ը գալիս է, ստուգում է թիվը, գումարում է իր փոփոխականը։ Բայց այդտեղ ո՞նց է աշխատել։ Ո՞նց դիտել։ Հա, ռետուրնը սարել, լավ։ Առանց ռետուրնը չէ։ Հա։ Բայց որ կոնսոլ լոգանի սամը ամեն անգամ փոխվել է։ Եթե կոնսոլ լոգերը ամեն։ Դե տես սամը որտեղ է ստու հայտարարել։ Դիք ստեսանելի է բանի մեջ է։ Պայդյոտ։ Կարայր գիտես էլ ոնց աներ։ Կարայր էլի են քո պարամետրերով որ փոխանցում էիր ստանում էր, հիշում ես ոնց էր ստացել թիվ փոխանցել ստացել։ Հա, այստեղ։ Ինձ կարայր ստեղ տենց աներ։ Սամը հավասարա 0 ստեգել էիր։ Հա։ Այսինքն նկատում եմ, սամը հավասարա 0։ Так, բալերը չմիացավ, չէ, տենց է։ Չէ, ինքն է որ չի միանա։ Անձնականով էր գրել։ Վիկտորիա ջան, այս գումարման process-ի մեջ պատկերացրինք ինչ արեց Գուրգենը։ Всё։ Բայց օրինակ սրա համար եկավ մտավ ստեղ, ճիշտ է։ Ուզում եմ ասեմ ամեն մի մտնելուց, ամեն մի ֆունկցիան կանչելուց այսքանի սամը առանձին է հաշվում, այսինքն երբ որ ինքը առանձին մտավ այս մեթոդի մեջ, սամը 0 է, նորից իր համար փոփոխական է հայտարարում։ Collect անում, գումարում է, նոր վերջում տալիս է այս ամենասկզբի սամին։ Պատկերացրինք, հերթով սամերը հաշվում է, գումարում իրար, պատկերացրինք։ Շատ լավ։ Հինգը ստացել էիր։ Եկեք նախ խնդիրը կարդանք, հետո հասկանանք, հա։ Ասում ունենք ֆունկցիա, որը ընդունում է օբյեկտ։ Հա, օբյեկտ ասում։
հա։ Բայց մխածին է ռեկուրսիվ տպել օբյեկտիվ վալյուները, որոնք հանդիսանում են զույգ թիվ։ Ամեն 2 վայրկյանը մեկ, այս էլ հաջորդ պայման։ Նախ տես ունենք պայման, որ ինքը զույգ թիվ պետք է լինի։ Ունենք պայման, որ ինքը 2 վայրկյանը մեկ պետք է տպի։ Առանձնացնել ասելով վեսել չեմ հասկանում պրոստը ինչ նկա։ Նու տենց էլ կարանք անենք, իսկ օրինակ սովորական for-ով չես կարա անես, for-ին չես կարա օգտագործես։ Ուղղակի պետքա շատ աշխատել օբյեկտների հետ, որ ստացվի։ Եթե խնդիր ունես, ուրեմն պետքա ավելի շատ այդ նմանատիպ խնդիրներ լուծես, չպետք է խուսափես այդ խնդիրներից։ Չէ, տես նայած այդ պահին քեզ ինչ խնդիր է պետք լուծել։ Օրինակի համար, եթե քեզ պետքա մենակ օբյեկտի արժեքների հետ աշխատես, օքեյ, վայլս արա։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Հա, պատկերացրինք։ Հիմա տես, ստեղ ինչա կատարվում։ K-ի վրա, օբյեկտի վրա for ենք ֆռում, հա։ Դե քանի որ գիտենք, որ սա K-ն է, մեր օբյեկտի K-ն է, օրինակ էսա։ Այս թիվ 3, թիվ 2, թիվ, հա։ Ինչ ենք անում, ասում ենք type-ով մեր օբյեկտի, այս օբյեկտի, մեծ օբյեկտի K-ը։ K-ը օրինակ սկզբից թիվն է, ճիշտ է։ Ասում ենք ստուգի, եթե մեր օբյեկտի K-ը թիվ է, հա, type-ը թիվ է։ Ու ինքը զույգ է, զույգ չի։ Ինքը զույգ է, այդ դեպքում console-log արա, հա։ Հակառակ դեպքում ասում եմ, եթե օրինակ օբյեկտ type-ը օբյեկտ է, value-ի, տես այս մեր նույն object value-ի առաջի էլեմենտն է օրինակի համար, հա, կամ երկրորդ կամ երրորդ, այս գրվածքը։ Երեք ինչի չէ կարա։ Հա պետք է ասել դրանք հասկանաս, որովհետև հետո շատ ավելի դժվար կլինի։ Okay, լավ, բացատրեմ ստեղ, հետո նոր ասում ենք խնդիրներ։ Տես ունեմ օրինակ հիմար const մի հատ object, որը հավասար է page sense ինչ որ չգիտեմ առաջին։ Հա, insert եմ ման գալիս հետ յանք։ Քթա լավ։
Այս 10-ը ունեմ երկրորդ, որը որ իրանից ներկայացնում է ուրիշ մի հատ օբյեկտ, մեջը բարև, դիմացը հաջող։ Տես, այս օբյեկտն է, ճիշտ է։ Հիմա օրինակ տես ինչ եմ անում։ Console log, console get log։ Այ object get values obj, հա, տեսի զանգվածը, հիմա կարամ գրեմ 0-րդ, որ գրեմ ինչ կտպի, 10 կտպի, չէ, հիմա եթե ես գրեմ ստեղ, սենց, obj, առաջ, կամ, Արի գնանք կոնսոլում ստուգում։ 3-ն է 10-ը։ Բայց k-ը չեմ ասում, օբյեկտի value, k value հասկացողության մեջ, երբ որ ես տալիս եմ ասում եմ օբյեկտի առաջինը տուր, ես չեմ ասում, գիտես ինչ կա, օբյեկտի k-ը տպի, ես ասում եմ օբյեկտի առաջինը տուր, իսկ օբյեկտի առաջինը 10-ը։ Էս է իր value-ն ախր, օբյեկտին ոնց ենք օբյեկտի օրինակ այս առաջինի արժեքը ոնց փոխեմ։ 10 թարգի 20։ Ինչն եմ փոխում, հասա, ինչ եմ գրում։ Get values։ Ինչ օբյեկտ։ Ինչ գրեմ, հա, ինչ ասես կգրեմ։ Օբյեկտ values հավասար է 20։ Սենց, հա, սենց էիր ասում։ Այս օրինակ Գուրգեն ջան, կարաս ասես, այս ինչ եղավ ստեղ։ Հազարքի է սարքելու, արժեքում 20 է։ Տենում ես օբյեկտը Վիկտորիա։ Տենում ես քո values-ը։ Այս հա քո value։ Հիմա ես 10-ը 20 սարքելու համար չպետք է գրեմ ստեղ առաջին։ Էսի հո k-ը չփոխի դարձրի 20, էսի արժեքը չէ փոխեցի։ Հիմա եթե ըստ քո լոգիկայի այստեղ օբյեկտ get առաջին գրեի k-ը պետք է տպեր, այստեղ էլ k-ը պետք է սարքեի 20, ճիշտ է։ Բայց մտածում եմ դուք սրանց հետ լավ աշխատել եք, ես բաց եմ օտոտեստ կտոր, հա, ոնց որ։ Հա, որ գաս մի քիչ պարապեց, լավ կլինի, այդ կտորները լավ կարևոր։ Պատկերացրինք, բայց այս օբյեկտի կտորը։ Հիմա այս եկանք վերադարձանք մեր մեթոդներին։ Հիմա այս օբյեկտի k-ը ստեղ որ տպել է Գուրգենը, console log-ում ինչ կտպի ամենաառաջինը։ Այս որ տպել է։ Ամենաառաջինը ինչ կտպի։
օբյեկտ, հա, օբյեկտ կտպի։ Ինչը։ Բայց այդտեղ պայման էլ ունեմ, չէ, որ զույգ պետք է լինի։ 4 կտպի այսինքն։ Ինչի համար, որովհետև տես այս օբյեկտի վրա, տես զանգվածի դեպքում հույսմի for-ը չէր։ Այնտեղ for-ով էր, այստեղ for-ին է, ինչ տարբերություն քո համար։ Ոչինչ, հեսա մի քիչ որ խնդիրը լուծենք, արդեն օքեյ կլինի տեղեկ։ Հիմա Գուրգենը խնդիրը թույն լուծել է։ Բայց իր մոտ set time-out-ների կտորը հաստատ ճիշտ չի աշխատում։ Գռալով տպում է։ Բայց դու վայրս ասում եմ Ինչի համար, որովհետև ինքը միաժամանակ այս կոդը որ աշխատում է։ Այդ set time-out-ները ցույց միաժամանակ մի բանի մեջ լծված, всё, երկու վայրկյանների ավելի ժամանակ։ Հա? Հիմա պետք է մտածենք այնպես բան։ Այս տիպը բանապատում շուտ է։ Չէ։ Այստեղ երկու տարբերակ կարող ունենք։ Ну, ամենաօպտիմալ տարբերակը այն է, ամենաօպտիմալ տարբերակը։ Որ ինչ որ մի հատ զանգվածի մեջ push անենք այդ value-ները, հետո ըստ այդ time-out-ի տպենք։ Կոնսոլով ինչ որ զանգված օրինակ sense, դայ։ Հետո for-ը առանձին այդ զանգվածի վրա այդ վայրկյանը մեկ տպի։ Հիմա ինչ կարանք անենք։ Գիտենք Գուրգենի այս վերևի օրինակի հիմա վրա, հիշում ես, որ գրել էր թիվը հավասար է 1։ Այ, այդ նույն լոգիկայով կարամ ասեմ numbers-ը հավասար է դատարկ զանգված։ Մի հատ էլ ինդեքս է պետք է, որ չեմ ուզում հետո ես ֆռամ մի հատ էլ անում։ Ասում եմ ինդեքսը հավասար է 0։ Ինչ եմ անում, այս կտորը, որ console log արե Գուրգենը, ջնջում եմ, այստեղ, այդ ստացած թիվը պրոստը push եմ անում իմ զանգվածի մեջ։ Push-եցի, այդ նույն թվերը, որ տպում էր console log-ում, ես push-եցի իմ զանգվածի մեջ։ Հա, պատկերացրինք։ Վիկտորիա։ Ինչ անեի։ Զանգվածի մեջ ինչ-որ բան ավելացնելու դեպքում ո՞նց ենք զանգվածի մեջ բան ավելացնում։ Բա հիմա ինչ անեմ, ինչ քառակուսի փաղագից։ Տես, այս զանգվածն է մեր, չէ։ Հավասարը դատարկ զանգվածի, չէ։ Իրա մեջ իմ չեմ կարող push անեմ ինչ-որ բան գցեմ։ Բայց ասել եմ։ Ոչ։ Հետո այս for-ի գործողություններից դուրս մեզ պետք է մի հատ if, որ ստուգենք ինքը 0 հենց եղավ, օրինակի համար։ Աշխատել։ Այսինքն միշտ աշխատելու է ինքը։ Առայժմ։ Առաջ աշխատել։ Հետո ալյուբոմում մեզ պետք է գալու մի հատ ուրիշ ֆունկցիա։ Ներսը կարող գրենք այդ ֆունկցիան։ Ասում եմ function ոնց գրենք
recursion log ինչ եմ անում մի հատ ինդեքսել ես մեր աղբոր մեջ եմ պահում հավաստարա ձևը հա հա նու ուստեղ իրականում ես ինդեքսը կարանք անենք մեզ պետք չէ ինդեքսը ստեղ ես մտածում եմ իրա մեջ կանեմ բայց ես ինդեքսը մեզ պետք չի Այսինքն if-ը պետք չի ինչ է այս if-ը կարելի ասել պետք չի ու մեծ հաշվով էլի Կարող որ այս ֆունկցիան մեջը պետք է գրենք, հետո որ այս ֆունկցիան ամեն ինչ անելու։ Ինչ գրենք։ Առանց if-ի ֆունկցիան գրենք։ Հիմա բայց ենթադրենք ունենք մի հատ դեպք, երբ որ, չգիտեմ, զանգվածի մեջ թվեր չի լսվում, բայց դեպքում։ Okay, լավ։ Ես ներողություն։ Կարանք պրոստը ստուգենք, որ numbers-ը length ունի կամ չունի։ Ստուգում ենք numbers-ի length-ը։ Հա։ Մեզ պետք է ստեղ մի հատ պայման, որ ինքը մի անգամ աշխատի, հա? Այսինքն ինքը ամենաառաջի անգամ պետք է աշխատի։ Всё, լավ, բերեք գրենք դրանք ինչ ենք ստանում։ Ասում եմ if եթե իմին փոքր է numbers get length ասում եմ log արա numbers-ի երրորդս առաջինը տպեցի ասում եմ set timeout set timeout կանչում եմ իմ նորվա գրած recursion-ը recursion log Պարամետր փոխանցում եմ ինչ հաստանում ինքը ստեղ պարամետր ապրես i++ ոնջը i++ կամ i+1 i+1 անենք մեկ օգտի բարձր Լուչը մեկ թե չպետք է համահանի ու տալիս եմ 2 վայրկյանը մեկ որ ինքը աշխատի այս էլ սենց գնանք ստուգենք ինչ եմ բաց թողել մի բան բաց եմ թողել երևի Ֆունկցիան չեմ կանչել նախ, սկսենք այդից Ոչ մեկ ինչ չհուշեց, որ ֆունկցիաս կանչել Մի րոպե Այս սենց Արա, սպասեք, տեսնեմ միշտ եմ պակաս տղել Որդ եմ պակաս տղել Հա, որ կանչեմ ես իրանց տեղ Չէ, ես իրան մեջտ եմ կանչում Մի անգամ Այ, չեք ասում, թե այստեղ փակագիծն եմ դրել Մենա վերևինը արդեն ավել ես դրել, ֆունկցիայի կողքին Այսպես Այստեղ ավել փակագիծ էի թողել, դրա համար էր այդպես է լինում Տեսես, մի ամբողջական ֆունկցիա է Այս ֆունկցիան կանչելու համար պետք է փակագծերի մեջ դնեմ, որ տեղում կանչեմ Չէ, տեղում կանչել եմ ես իրան Եթե սենց չանեի, պետք է մի հատ էլ էսի գրեի կանչեի ներքևը, չէ Էսի ինչի համար եմ արել, որ մի անգամ աշխատի Կոնե Հա Եկեք գնանք տենանք ինչ եմ գրել, գիտեք ես ծաղաղոս գրել Բայց մի բան մի տարինք էլի Այս տարբեր մանգարտակների վրա է այն
Սիմֆոն ու անսիմֆոն բառ չկա։ Հա։ Եթե մի մագարտակի վրան է, հետո խտը կատես բառ։ Այստեղ գալի առաջինի մեջն է մտնում, հետո գալի if անստուգում, հետո գալի for ապրում, հետո գալի ստեղ տերիմա ոչ բաղաբանը, անչը ոչ թիվա չի մտնում ետիք մեջը։ Դա չի կրծնում։ Կատես մոմենտ ախաս։ Ամպեր ես պատկերացնում։ Լավ, սենց բերեք առանձնացնենք, որ հասկանանք ինչ ենք անում, ես արդեն խառնվեցի իրար, Վիկտորյան ընդեղից խառնվել է իրար, ինձ էլ է խառնում իրար։ Տեսեք, բերեք առաջի քայլով, նախ այդ զանգվածը ստանանք, կարանք ստանանք, մեզ զանգված push անում եմ, ճիշտ է։ Ամենավերջում, որ return անեմ ես number-ը, կստանամ այդ զանգվածը, եկեք տպենք թե։ Լավ, սարը, log new արել։ Գնացիք տենանք այդ թվերը ստանում ենք, չենք ստանում, առր հատ եք ստանանք։ Մենակ երկուսնա չեմ հասնում։ Գարի մի անգամ առիտուրանում, գարը ռետուրանում կայնում է։ Հա, լավ, օքեյ, ես ներողություն։ Բա ինչ ա, դե ասա, ինչ ես աղոջա։ Դուս ա հագարի բանը։ Ինչ։ Զանգվածը։ Որ ամեն անգամ տան չի իրան ռետուրնում մեր բանը, պուշանի մեջ։ Արմիտը դիտը։ Աբրես, գնացինք ռուսարել արելն։ Հավա չէ, որ ուղերն են այդ աշխատում։ Բզմա, չէ։ Հետո ինչ է։ Ռուշում կզարկենք, և չեն Ինչ անեմ։ Set timeout game için обычный set timeout. Скоро նամրել են, ոնց է նամրել։ Ֆունկցիա գրենք նոր, մենք ուրիշ, թե ինչ։ Ուրիշ ֆունկցիա, չէ։ Ուրիշ ֆունկցիա, set timeout։ Գրեցինք function, ախի չա իրար ես ստում։ Ես ես չի իրար բատում։ Կապի չի նեղոս կարել է։ Այսինքն просто set timeout գրեմ, բա առանց ռեկուրսիայի ոնց անում։ Ռեկուրսիայով աշխատում է։ Ռեկուրսիայով դες թվերը հավաքի լցից տեղ։ Հավաքից լցից զանգվածը մեջ, մեծ պետք է Մի for-front տպեմ, ոնց տպեմ։ Հա, ուրեմն փոփոխական բայք եւ պլյուս-պլյուսով Մագարտակի վրա է մեջը։ Տես, Վիկտորիա ջան, բեր մի հատ ստոպ տանք ստեղ։ Այս մասը հասկացանք, չէ՞, ինչ կատարվեց։ Վիկտորիա։ Հասկացանք, որ օբյեկտների մեջ թվերը վերցրեցինք, լցրեցինք ստեղ։ Վիկտորիա։ Վիկտորիա։ Ոչինչ, այսքան կտորը հասկացանք, ինչ է կատարվում։ Բայց հասկացանք, այս թվերը ոնց են հավաքում զանգվածի մեջ։ Հիմա այդ թվերը ունեցանք։ Հիմա մեզ պետք է 2 վայրկյանը մեկ այդ թվերը տպենք։ Ահա։ Ասա ինչ ասես կգրեմ։ Մի հատ ինդեքս հա չէ մեզ պետք։ Զանգված ունենք արդեն։ Պարամետրը չկան, թե մենակ ինդեքս ամենի պետք։ Մենակ ինդեքս։ Ասում եմ, եթե ինդեքսը փոքր է number-ի get length-ից, ինչ արա, ասում եմ, նախ
Առաջինը մի հատ հələ թող տպի մի բան number-ի ինդեքսը առաջինը տպինք set timeout-ը պետք է զարթ set timeout-ը գրենք ինչ եմ գրել ուստի կարաս ասես կուք Ապա ֆունկցիան կանչի պարամետրը Abres Genjan, abres im kaç. Կանչեմ, չէ՞ երևի։ Նախատիրում ենք, նումբեր։ Հասկացանք։ Ինչ անեմ։ Հա։ Հիմա օրինակ բերեք նայենք մի տես առանձնացված հեշտ է, չէ՞ պատկերացնել երկու ֆունկցիա։ Հիմա մեջը մի հատ հասկանանք ստե ոնց կանանք այս։ Էս իրա ֆունկցիան է, չէ՞։ Էս ասում, ես կանն ես ասում տանը դրեմ մեջ։ Հա, դրեմ մեջ։ Հետո ինչ անում։ Այս ֆունկցիան դե ասում եմ մոռանանք, փորձենք մեջը գրենք։ Կոնսոլը վրա Բայց կոնսոլով ինչ անեմ, ստեղ ունեմ արդեն կոնսոլով։ Index plus 1-ը։ Index plus 1-ը ո՞մ ենք փոխանցում ինքն իրան։ Այս ֆունկցիան ո՞նց է։ Սենց ֆունկցիան տանեմ դրեմ մեջը։ Իմաստը ո՞րն է։ Este timeout մեջը просто plus-ով ամենական մեծս։ Որտեղ ենք տալը։ Ոբշեմ ես դրտման։ Մտածում եք ոնց անենք, որ այս մի ֆունկցիայի մեջ մի ինչ-որ մի ձև աշխատում ենք։ Այնա էսի կոպի դրանք տանեք դրանք ինչ։ Առանց ֆունկցիա գրելու, առանց ֆունկցիա։ Ինչ ուզում եք գրեք։ Առանց ֆունկցիա։ Մենակ մի հատ ֆունկցիա ունենանք։ Կանչած դուսը։ Դուսը։ Դες դուսը ֆունկցիա են կանչով աշխատում։ Մի հատի ֆունկցիա կանչեմ ու այդ ամեն ինչ կատարվի։ Հələ զանգվածի մեջը դա ուրիշ ֆունկցիա կանչել է։ Մանում, բանեք էսի։ Առանցելը կիսատարեսա։ Նայ, այնտեղ ռետուրնային զանգված, չէ՞։ Ահա։ Չանենք, այն վաղտանենք։ Այն վաղտանք զանգված։ Կամ էլ կարող չանենք, տիպի ինքը push անում եկա, ռետուրը բարդի չէ։ Թող ինքը ռետուրնան ուրիշ ֆունկցիա։ Ահա։ Ըստ այդմ էս դասի ֆունկցիա կդնենք մեջ ապե։ Ոչ չեմ կանես։ Վիկտորիա, դու կանես։ Ոչ Ոչ է։ Всё, ուրեմն պարտքեք այս խնդիրը իրար մեջ գրած։ Էսի ձեզի լավ օրինակ, մի հատ ուրիշ օրինակ դուք ինձ պարտքեք։ Հա, դուք ուղղակի օրինակ եք գրենք։ Էս օրինակը։ Էս օրինակը չէ։ Բա ինչ օրինակ։ Դասի ուրիշն է օրինակ պարտքեք դրանում։ Հա, սա էս մի խնդիր է, բայց ուրիշ ձև լուծած պարտքեք ինձ։ Հա, ուրիշ ձև, հա։ Հա, մեջը գրեք, ուղարկեք։ Ահա։ Լավ, պատկերացրինք այս խնդիրը Վիկտորիա։ Սաղը սպասում եք, որ ահա գա, չէ։ Պարտի ջրեք։ Տեսի, ծավեկը չեն սիրում ինձ։ Պարտի ջրեք է։
Սա ունենք function, որը ընդունում է երկու զանգված, լծված օբյեկտներով։ Խնդիրն է ոչինչ, երբ որ ասավ 240 սովորած ես արդեն։ Խնդիրն է 1 վայրկյանը 1 տպել զանգվածներում գտնվող օբյեկտների value-ները։ Ըստ հերթականության։ Ախի չես գրել այդքան ուտես լավ սիրուն պատմում ես։ Բա, այդ էս ինչքան ուժեղ առաջընթաց է։ Չես սիրում օբյեկտներին դու։ Ես իսկապես ապրես մի քիչ դեմ։ Компас կա։ Всё, հեսա սկսենք 6-րդը լուծել։ Так, ինչա կատարում։ Ունենանք ֆունկցիա, որը ընդունում է երկու հատ զանգված, ճիշտ է։ Ունենք ֆունկցիա, որը ընդունում է երկու հատ զանգված։ Արարը 1, արարը 2։ Արժեք փոխանցենք մեր արարային, ֆունկցիային func կանչում ենք մի հատ զանգված, մեջը դա բերեք փոփոխականների հայտարարենք, գրենք, որ սիրուն լինի ու դուք էլ գրելաձևը տենց կպահեք։ Const arr 1 հավասարը մի հատ զանգված, որի մեջ կա օբյեկտ։ Լավը չի օրինակ։ Հալցի դուրս չեկավ օրինակը։ K-ը 12 value rob Չեսիմ last name-ը rob ունենք ճիշտ է։ Գերի։ Չի։ Բա Մոլադեց, ինչքան է շատ ժամանակ ունես դու։ Ազգեն։ Ահա, ու կանչում ենք ֆունկցիան
փոխանցում ենք R-ը 1, R-ը 2։ Ինչա պետք ասում ես։ Կան։ Իմաստ ունենալ չունենալու հարցը չի։ Հարցերն է թե ոնց ավելի կարճ կլուծվի։ Հորակուսյալ ոնց լուծեմ ասա։ Չէ, հորակուսյալ չէ, որ մարգարտը դրա համար ասում։ Մի քանի հատ չի էլի։ Հա։ Հա։ Մի քանի հատ լներ։ Հիմա ինչ ենք անում առաջի քայլով։ For ինչի վրա ենք ֆռում։ Որ զանգված։ Okay, լավ, բերեք ինչ ասեք կանեմ, հա։ For։ Դե ինչով ֆռան ֆորը։ Ահա։ Արը 1 հետո լավ, եկեք սենց պատկերացնենք, այդ արժեքները որտեղ եմ հավաքել։ Ինչ-որ միտեղ պետք է հավաքեմ, չէ։ Ինչ ունենանք։ Դեսը մի րոպե կներեք։ Բանջի։ Так. Как-то так. Գնացինք։ Հետո Ինքնության մեջն է։ Ինչ։ Արզես։ Ասել ես։ Խավար այդ է ինչ։ Հիմա գա։ Մի րոպե սպասի, դե լսեք դա։ Ահա։ Ինչ էիր ասում Վիկտորիա ջան։ Որտե՞ղ ենք պահում այդ դատար զանգվածը։ Ստեղ։ Չեմ կարող պահեմ։ Բայց ես դերսում չեմ անում ամեն ինչ։ Հա։ Հետո ինչ եմ անում, ասա։ Գուրգեն ջան։ Առաջի քայլը ճիշտ ասել է, ֆորերն ասել է, որ պետք է ֆռան, հետո ինչ անեմ։ Ինչա Մենք պետք։ գիտենք օբյեկտներով լցված է, գրիպը for, let k-ն է։ Հա,
օբյեկտները լսված։ Լավ, նայ։ Այն ինչը որ դու ասում ես, հա, օքեյ, թույն for-ով ամեն ինչ կարանք ստանանք։ Մի հատ է պետք է սրա մեջ for ֆռամ, չէ՞ օբյեկտի վրա։ Մի 4 հատ for պետք է գերեմ ստե, էլի, հա։ Հիմա, լավ։ Իսկ կարամ ես քո առաջարկած for-երի փոխարեն, այս քո առաջարկած for-երի փոխարեն։ Okay։ Ախ, եկեք մի հատ տավսյակի ստուգեմ իմ զանգվածը լենգ ունի թե չունի։ Կարող է չունի։ Կարող մի պահի ինքը լենգ չի ունենում։ Գլխի ընկնում եք ինչի մասին է խոսքը։ Առաջի օբյեկտս վեգալելու համար օրինակ ո՞նց կարամ վեգալեմ առաջի օբյեկտը առաջի զանգվածի։ Ո՞նց։ Այդ ինդեքսս ուզում կարծես։ Էլ առաջի օբյեկտն եմ ուզում վերցնեմ։ Հա, այս ավայ մեգիրո, կարոս կոն 0 Ուրիշ ինչ տարբերակ կա։ Համել որ զանգվածը պակասի։ Հա, շի։ Որպես առաջի օբյեկտ կարամ գրեմ որ իմ օբյեկտ հավասար է r1 shift։ Կտրվեց զանգվածս։ Վիկտորիա։ Կապել ես։ Նորմալ։ Ահա։ Այս պահ հասկացանք։ Հիմա օրինակ զանգվածի առաջի էլեմենտը վերցնելու քանի ձև կա։ Okay, shift-ով վերցրի օբյեկտը։ Օբյեկտի վրա for ֆռամ մի հատ։ Ասեմ մի հատ k-ին OBJ։ Իսկ սրա մեջ ինչ եմ անելու։ Օբյեկտի վրա for ֆռացի, հետո ինչ անեմ։ Ապրես։ Ասում եմ values-ի մեջ push անենք բեր, ախպեր ջան։ Մեր օբյեկտի value։ Հա։ Այս մի գործողություն, չէ՞։ Այս ամեն ինչի գործողություն։ Հա։ Հիմա ես քանի որ զանգվածից մեջ մի էլեմենտ է, չէ՞։ Խափուսիկ կլինի։ Բայց եթե զանգվածից մեջի թվերը հիմա խափուսիկ կլինի, քեզ կթվա թե ամեն ինչ թույն է, ամեն ինչ օքեյ է։ Բայց Վիկտորիա։ Հալո։ Վիկտորիա ջան։ Google-ը բան է, նա ես սարալիշ չկուտի անցածա։ Անջատած բան կա թե։ Սա կանջատ։ Վիկտորիա։ Ահա, լավ փորձանք Google։ Բայց լավ չի, հա, կապը մոտդ։ Ես մի քիչ ժամա ձեր եմ տալի։ Okay, լավ, գնացինք առաջ։ Այս մի տես, այս գործողությունը, հա, ոչ մի հատ զանգվածի, այլ մի զանգվածի մի օբյեկտի, հա, մենակ սրա համար արած։ Ապրես, հիմա գրում ենք երկրորդ զանգվածի համար նմանատիպ ինչ-որ մի բան։ Լրիվ կոդը կարամ կոպի անեմ։ Okay, լավ է, եկա առաջընթաց ունենք։ Հիմա ինձ պետք է Չէ, ասում եմ որ եկա առաջընթաց է արդեն, իսկ մնաց շատ քիչ լոգիկա գրենք։
Այս նույնը ռեկուրսիվ ձևով պետք է ինձ տարածեմ, չէ։ Կարամ պայման գրեմ, որ քանի դեռ իմ զանգվածները length ունեն, թող այս գործողությունը կատարվի։ Անդադար։ Քանի որ shift եմ անում, չէ։ Այսինքն ինքը ինչ-որ մի պահի պրծնելու է, ճիշտ է։ Այս դեպքում կարամ ասեմ, որ գիտեք, ինչ կա return արեք ախպեր դուք։ Երբ որ արդեն պրծավ։ Երբ որ հələ չի պրծել, կանչեմ էլի ոնց որ անընդհատ իրան։ Արա 1, արա 2, մեկը value-ս նորից տանեմ, որ հետո push-եմ մեջ։ Պատկերացրինք ինչ արինք ստեղ։ Անընդհատ կանչում եմ այնքան աշխատի այս կտորը, քանի դեռ S2-ը length։ Այո, ցիկլ եմ ստացել։ Ջնջում եմ պրոստը ստեղ հակառակ գործողությունն եմ անում։ Ջնջում եմ այնքան ժամանակ, այդքան կաշխատի այս քանի դեռ length-ում։ Էսի կանչում է, էսի ջնջում է, էսի կանչում է, էսի ջնջում է, всё, եկավ տեսավ էսի դատարկա, ստեղ չի մտնի։ Հենց ստեղ չմտնի, հենց իր գործողությունը կատարած վերջացրածը արդեն սրա տակից կգրեմ մի հատ ուրիշ ֆունկցիա function log order կասեմ in հավասար է 0 այստեղ գրենք մեր լոգիկան կասեմ եթե if-ը in եթե փոքր է մեր value-ի length-ից ով ինքը իր գործը անի log value-ի here set timeout-ս կգրեմ մի հատ ռեկուրսիալ ստեղ կանեմ արժեքը կփոխեմ ինդեքսից ու կասեմ աշխատի եղբայր ջան ու մնաց ինչ անեմ այս էլ ստեղ կանչեցի հա ստեղ կանչել եմ գնանք տենանք ինչ ունեցանք լավ է պատկերացրինք ամենակարևորը հիմա ձեր պատկերացրած հեշտ ձևով լուծենք խնդիրը ոնց որ Վիկտորիան տենանք ուր կհասնենք համաձայն հավագամի շատ նայեք գրում է for նորմալ բանականացի չէ if-ը որ երկու if գրեցի այդ նույնը for գրումերս երկու for-ս գրում այդ նույնը կանչում ես տարբեր էգուսյանը նույն բան ռեկուրսիայով այսինքն տարբեր if նույնը if-ով ստուգում ես չէ եթե առաջին length ունի երկրորդ length ունի մնի if-ի մեջ այդ նույնը կանչես տարբեր մի հատ կամ դուս էլ ուրիշ ֆունկցիա ստացես էդի հա բայց Վիկտորիան ուզում է ասի մենք կարանք ստեղ sense գրենք let element make դրա մեջ մի հատ for let բան value of for let value of object Վիկտորիա ձևով Ինչն ամենապարզը ասում եմ values push value մի հատ նույնը հետո ինչ պետք է անեմ մի հատ set interval-ը հալածի պետք set interval-ից բացի մի հատ էլ
Ինդեքս պետք է գրեմ ստեղ, որ հավասար է 0 օրինակի համար, ճիշտ է։ Ասում եմ const ինտերվալը հավասար է set ինտերվալ, ասում եմ if, եթե իմ ինդեքսը փոքր է իմ value-ի length-ից, log արա մեր value-ի ինդեքսը, ու ինչ արա, ինդեքս պլյուս չանեմ, երբ պապդի ես կլիր անեմ, որ պային կլիր անեմ ինտերվալը, ինտերվալը պիտի ջնջեմ ինչ-որ մի պայի, թե չէ, եթե նոր մի ատկաշատի կպրսնեմ, այսինքն ուզում ես ասես word է գրեմ set timeout-ը, for-ը դրամ set timeout-ը ծնեմ մեջ, առանց for-ի ոնց գրեմ, Դերերը կա բանա, եթե ինտեգրը հավասար է բանի, ինչ, երբ word-ը ինչ գրեմ, word-ը գրեմ, word-ը գրեմ, Եթե else գրեմ մեջը բան չեմ կարող, else-ի դեպքում ինչ գրեմ մեջ, ինչ պայման, այս պայման կա, ոչ չկա, ինչ է, բայց ոնց կա ինդեքս հավասար 0-ի, 0 է, Դե ես անընդհատ աճացնում եմ իր արժեքը, length-ից, value-ի, այս է փոքր length-ից ստեղ մտավ աշխատել, հենց հավասարվավ կամ մեծ եղավ length-ից, նշանակում է պետք է չաշխատի, այսինքն է else պրոստը, բայց else ասվածն էլ պայմաններ չէինք իրանց ներկայացնում, սրա հակառակ պայմաններ, մեծ կամ հավասարներ, հիմա ոչ ենք գրելու մեծ կամ հավասար, եթե մի հատ պայման ունենք ստեղ գրած, else-ով խի գրենք, else կգրենք, ճիշտ է, ասում եմ clear interval, մեր ինտերվալը, լուծվավ խնդիրը, Ես մեկ խնդիրները քանի տարբեր ձևով լուծում, ոչ մեկ ձեզ չի պարտադրում, որ ինչ-որ մի ուղղությամբ լուծեք կամ չգիտեմ ինչ, պրոստը ես ամեն ինչը պետք է իմանաս, որ հետո հետագայում տարբեր խնդիրների մեջ կարողանաս օգտագործես դու, միտեղ կարող ես սենց անես, միտեղ կարող ես ռեկուրսիա անես, միտեղ չգիտեմ, տող արտող հատակ գրես, Հաստորեն այսօրվա մեր դասը նորից ծախսենք ռեկուրսիայի վրա ու տնայինների վրա։ Ոչ միայն։ Բայց որ բաժինը կար, ահագին էր։ Եկեք այսօր մի քիչ հետաքրքիր ուրիշ թեմա ասենք, էլի քա ռեկուրսիա ձեր գլուխը ցավացնի։ Չանցնենք։ Նոր թեմա պլյուս այս խնդիրները նորից լուծել էլի։ Հիմա մենք for խրալու քանի ձև գինենք։ For-ով, for-ին էլ հիմա Ես ձեզ բերել եմ նոր լիքը for-եր։ Առաջի for-ը, որ կարող ծանոթ ու տեսեք, սա զանգվածի մեթոդներ են, հեսա ինչ որ անցնելու ենք, ինքը զանգվածի մեթոդներ է։
Օրինակ ունենք ստեղ մի հատ զանգված const արարան հավասարանալ 10 sense առա թվեր Հիմա ոնց անեմ որ զանգվածի մեջ մնան մենակ զույգ թվերը Ես զանգվածում եմ Հա, այդքան հայտարարենք հա ինչով Okay, բայց ինչով ֆիլտրը պետք է հասկանանք ինչա կատարվում Հեսա դու եք իմանաս ինչ ֆիլտր For պետք է ֆրայենք ճիշտ է դի of r-ը հետո ասեմ if եթե i տոկոս 2-ը հավասար չի 0 Փուշանի մի հատ ուրիշ զանգվածի մեջ, չէ։ Հա, օքեյ, հավասար է 0։ Այո։ Թույլ, աշխատես, ճիշտ է։ Հիմա ես ձեզ բերել եմ նոր ֆիլտրը, for-ի տեսակ։ Իր անունը ֆիլտր է։ Ինքը JavaScript-ի պրոտոտայպին է պատկանում։ Հա? Այսինքն ոնց է, օրինակ գրում ենք object.values, չէ՞, կամ գրում ենք numbers.push։ Նույնն է ֆիլտրն է։ Ֆիլտրը ոնց ենք օգտագործում առասարակ։ Օրինակ, եթե ես այդտեղ log անեմ։ R-ը filter Նա սպասեք, sense որ գրեմ շատ դժվար կլինի ձեր համար։ Sense որ գրեմ շատ դժվար կլինի ու դժվար կպատկերացնեք դրա համար գրեմ ուրիշ ձև։ Ահա։ Տես, ասում եմ const filter data հավասար։ Էս իմ առաջի զանգվածի, տես get push բան, ինչ ասես ուներ, չէ, Վիկտորիա, դա է ունի ֆիլտր, բայց, էսն է ֆիլտրը, իրա մեջ ունի callback function, ոչ թե ստեղ ինչ-որ պայման ենք գրում, այլ callback function-ը, այդ callback function-ի մեջ նոր կարանք պայման տանք, ֆիլտրի callback function-ի առաջի պարամետրը, Վիկտորիա, դա մեր array էլեմենտն է, էլեմենտներն են հերթականությամբ։ Քանի որ ինքը callback function է, չէ, sense չենք գրում։ Տես, log անենք բեր նամը, հա, միակ։ Նամ։ Միակ ես կպեմ ես filter data-ն, որ տենանք, նոր առաջ ասնենք։ Տեսնում ես, թվերը սաղ կպեց։ Այս console log-ը աշխատեց։ Չէ։ Ու նաև աշխատեց այս մեկը, դատարկա դեր։ Իդես ինչի համար է դատարկ։ Որովհետև ոչ մի բան հետ չի վերադարձրել։ Ահա, ստեղ ինչ ենք return անելու։ Ասում եմ return մեր նամ տոկոս 2
Հավասար է 0-ի։ Լցրեց մեջը։ Պատկերացրինք ինչ կատարվեց։ Փորձ ֆռացինք, ոչ մի բան չարեցինք, ոչ մի if չգրեցինք ու ոչ մի push չարեցինք։ Այս ամեն ինչը ոնց էր կարճ, սենց էր կարճ։ Ոնց է կարճ սենց, ավելի կարճ չի սենց։ Բա սենց։ Հա, սենց ավելի կարճ է։ Ռեթուրնը գիտեք ինչ եմ գրել։ Ձևավորում ապրես, ապրես։ Ինքը արդեն իսկ ռետուրն է անում։ Այո։ Հասկացա։ Այս է։ Պատկերացրինք, հա։ Սենց ասեմ, որ սկսեցիք իրան օգտագործել, դժվար է ուրիշ բան ուզենաք էլ օգտագործել։ Ուրեմն կարանք տեսեք ինչա անում ֆիլտրը։ Ֆիլտրը կախված մեր տված պայմանի վերադարձնում է նոր զանգված։ Այսինքն չհասկացա։ Ռեկուրսիա պետք է գրեինք։ Ես այն նույն տոկոսնակ երկուս հանսը զրոյի դրատերը մտ պայման գրես, ես պայմանի կաշկում։ Նույն իվկա։ Նախ, այդ քո ասած խնդիրը, եթե օրինակ եմարստեղ մի հատ զանգված ունենայինք, իրա մեջ է մի հատ զանգված ունենայինք ու տեն շարունակ, այս դեպքում, Ուտի մենք ծաղ թվերը նախ դուրս հանենք, չենք կարա ֆիլտրացիայի լոգիկան կապենք այդ թվերը դուրս հանելու հետ։ Պետք է մի հատ ռեկուրսիա ֆունկցիա ունենանք գրած, որը որ սաղ թվերը կհանի կլստի մի զանգված մեջ, push կանի մի հատ զանգված մեջ։ Ու հետո նոր այս ֆիլտրը այդ զանգվածը կֆիլտրի։ Բերեք գնանք մի հատ ուրիշ բան կանենք հեսա ֆիլտրով։ Պատկերացնենք, ունենք մի հատ ուրիշ Հեսա հետ եմ ցույց տալի, ես գիտեի, որ դու այդ հարցը տալու ես։ Ունենք կոնստարը, որի մեջ կան լիքը օբյեկտներ։ Name-ը Արթան, age-ը 20, սերը տղա։ Գնաց ստեղ թողել մի Հայկուին 29 տարեկան Արա դες պարապենում մարդիկ ինչ կհասկանա։ Այս Արտուրին 50 տարեկան այս Հայկազը ով էս երեխա մանորը տալ։ Տես, ունենք այս օբյեկտները, չէ՞ զանգված մեջ Վիկտորիա։ Հիմա մեզ պետք է գտնենք այն մարդկանց ցուցակը,
ովքեր որ աղջիկներ են ու մեծ են օրինակի համար 30 տարեկանից։ Դրա համար ինչ էր պետք մեզ անել։ Այսինքն մեզ պետք է մի հատ այնպես բան գրենք, որ մեզ վերադարձնի, մենակ այս երկու հոգու։ Մենակ այս երկուսն են աղջիկ ու 30-ից մեջ, ճիշտ է։ Հիմա ոնց կանենք դա սովորական ֆորի միջոցով։ Ֆիլտրը չգիտենք դեռ։ Առանց ֆիլտրի ոնց անենք այս։ Բայց զանգված այնց պետք ունենան վերջնական, է։ Հա, բա այն երկու հոգու զանգվածը, ովքեր որ 30-ից մեծ են ու աղջիկներ են։ Հա, բա։ Okay։ Հիմա այս մեր ֆիլտրը մեջիկ բաներ անում։ Ներեք հեսա կմիանանք։ Հա, դա ինչ ենք անում։ Ֆիլտրը տագից բանվորի։ Հա, ոնց ենք անում, լավ։ Պայմանները պարզ է, չէ՞ մեր համար։ Ոնց ենք տալի պայմանները, դե ասի։ Այո։ Ինչ պետք է գրեմ, դե ասի։ Ուսա, հա, աղջիկ է։ Խնդրեմ։ Այս է դեր ֆիլտրված դատա։ Բա։ Եսի փոք գերեմ։ Չէ, բա այդքան ֆոր պետք ֆռայինք։ Հասկացանք, չէ՞ ֆիլտրը։ Բայց մենակ հետո ահա զանգվածը դեռ պահել ես։ Իսկ հա։ Հետո հաջորդ գեղեցիկ ցիկլը, որ ծանոթանալու ենք, դա ֆորիշն է։ Մենք ինչևէ ֆորերի տեսակներ գիտենք, լեթով որ իտերատոր ենք հայտարարում, չէ՞։ Ու ունենք ինով։ Բայց երբ որ օգտագործում ենք ինով, ինդեքսն էլ պետք բաց դենի գտենք, չէ՞։ Հա, Վիկտորիա։ Այս կապված մեր քննարարների, բայց մենք մի հատ ուրիշ լավ ֆոր ունենք, որ համ ինդեքսն ունի մեջը, համ էլ այդ էլեմենտն ունի մեջը։ Հələ չեմ ասի անունը։ Հիմա այս օրինակ սրա վրա, երբ որ օրինակի համար մեզ պետք էր ինդեքսը պետք լետ իր հավասար է եսի, ինչը տենց լուծեինք, չէ։ Հիմա մի հատ ֆոր եկավ գեղեցիկ փոխարինով, անունը ֆորիչ է։ Ֆորիչ էլի, պատկերացրինք։ Ինքը ինչ է անում, ստանում է երկու հատ պարամետր։ Առաջին պարամետրը մեր զանգվածի անդամներն են, այս օբյեկտներն են։
Էլեմներն են։ Երկրորդ պարամետրը ինդեքսներն են իրանց։ Պատկերացրինք։ Հիմա եթե ես այդտեղ for-ի մեջ console log անեմ մի հատ։ Log անեմ index that object ստանամ, լավ, sense վրակետով։ Index ու իր էլեմենտ կող։ Ու գնանք, ստուգենք, տենանք ինչ ունեցանք։ Այս ինդեքսը իր դատան։ Պատկերացրինք for-ի ինչ անում։ Հիմնականում գործի մեջ, հա, բայց այս for-ի իմաստը զուտեն, հա, որ համ այն let-ին հավասար է եսի ինչ կամ for in-ի փոխարեն, for of-ի փոխարեն, for-ին ինչը, for of-ի, քանի որ սա զանգվածի մեթոդ է։ Օբյեկտի մեթոդները մնում են ոնց կան։ Այս զանգվածին է վերաբերվում մենակ։ For-ը զանգվածի վրա է աշխատում, կամ օբյեկտի value-ների, որ էլի զանգված է։ Կամ օբյեկտի key-երի, որ էլի զանգված է։ Պատկերացրինք։ Այսինքն կամ object case-ի, որը որ զանգված է վերադարձնում, կամ object value-ի, որը որ էլի զանգված է։ Ինքը պրոստը մեր for-երին փոխարինող է, ինքը իր յուրահատկությունը զուտենա, որ համ index-ը, համ value-ն մի տեղում ունենք։ Եթե index պետք լինի գրում ենք օգտագործում, եթե value պետք լինի, value-ն ենք օգտագործում։ Հա, for-ը, ցիկլը, հատա թռում է զանգված էլեմենտների վրա։ Հավասարազրոյի տեղերը գրում ես RI։ Ինչ ալնում։ Այս զանգված էլեմենտ չի։ Բայց խի մտնի, եթե զանգված չի։ Պայման չես ասել, ո՞նց որ մեջ։ Բայց էլեմենտը սա է իմ զանգվածը։ Վիկտորիա ջան, այս սա է իմ զանգվածը։ Այս հրա ինքը ինչ գործ։ Հա, բայց ինքը սրա մեջ չի անելու, եթե ինքը դրա մեջ ուզենամ ինչ-որ բան անեմ, պետք է ասեմ օրինակի համար, չգիտեմ, elem բան, այսպես object get values elem get for each մի հատ for-ը մեջն եմ բերում, հա, քո խաթեր համար elem չելավ, այդը Այս օբյեկտիվն է, սա զանգվածինը չի։ Օբյեկտի value-ներն են սրանք։ Իսկ այս տողով իմ պրոստը զանգվածի էլեմենտներն են, որոնք որ տվյալ պահին օբյեկտներ են, հիմա վաղը կլինի թիվ են use order string, բայց աշխով, այս հետաքրքիր չի դա։ Զուտ for, որը որ միշտ ենք օգտագործում, միշտ, հա, ցանկացած դեպքում այս օգտագործում է։ Հա տենց որ չկա, որ սա չօգտագործեք գործի մեջ։ Սա ամենաշատ օգտագործող ձեր գործիքներից մեկն է լինում։ Ցիկլը ինքը ցանկացած էլեմենտի վրա ոնց մնացած for-երը ինքն են թերթով ֆռում։ Իր մեջ ինչ ուզում ես, կարաս անես ոնց որ մնացած for-երի մեջ։ Չէ, ինքը պրոստը զանգված վրա ցիկլ է ֆռում։ Հա, հաջորդ ցիկլին, որ ծանոթանանք, դա map-ն է։ Անունը map է։ Ինչ անում map-ը։ Լավ, սպասեք ուրիշ երկու հատ հեշտ ասեմ map-ը հիմա չեմ ասում։ Երկու հատ էլ եմ ասում ու վсё։ Տեսեք, օրինակի համար մեզ լինում են դեպքեր, որ պետք է լինում ստուգել գոնե խոսքի օրինակի համար այս զանգվածի մեջ մի հատիկ տղամարդ կա թե չկա։ Հա? Ոնց կարանք ստուգենք դա մի հատ մեթոդով։ Պետք է մի հատ տնենք ինքա for ֆրանկ, ճիշտ է։ Բայց for ֆրանկ ինքը սա զանգվածների վրա գնալու է, ճիշտ է, էլեմենտների վրա։
կամ պետք է ինչ-որ պայմաններ գրենք, որի դեպքում return անենք, break անենք, չգիտեմ։ Հա? Բայց JavaScript-ը ունի դրա համար էլ նախատեսված մեթոդ։ Անունը sum է։ Ինչ անում է sum-ը։ Էլի callback ֆունկցիա է իր մեջ։ Եթե ստեղ գրեմ այդ է։ Այս ֆիլտրի դեպքում պայման ենք տալիս տվյալ ֆիլտրված դատաներ հետ վերադարձնում, ճիշտ է։ Իսկ sum-ի դեպքում sum-ը եթե մեր պայմանին գոնե մի հատիկ գտնում բավարարում է, So ինքը արդեն stop է լինում, առաջ չի գնում, այսինքն ես ստեղ եթե գրեմ age-ը հավասար է 16, item get age-ը հավասար է 16։ Ինքը for-ը եկավ, մտավ սրա մեջ for-ը, ստուգեց 20-ը անցավ առաջ, եկավ սրա մեջ մտավ, ստուգեց 29-ը անցավ առաջ, եկավ սրա մեջ մտավ, տեսավ որ համընկավ, true-ս հետ վերադարձրեց, ու ստեից ցիկլը պրծավ, ինքը էլ ներքև չի իջնում։ Այսինքն որ ես հիմա սա console log-ի մեջ դնեմ, կասի որ true է։ Հիմա եթե ես թիվ գրեմ որ ինքը ստե չունենք, ինքը կասի false է, չկա զանգվածի մեջ նմանատիպ բան։ Հիմա օրինակ ուզում եմ ստուգեմ, հասկանամ արդյոք իմ անունների մեջ, բոլոր անունների մեջ ատար կա թե չէ։ Հա? Եթե բոլորի մեջ ատար կա, ուրեմն պետք է ինչ-որ գործողություն անեմ, հետի կասեմ հետո ինչ գործողություն։ Հա, չէ, console log-ի մեջ պետք է գրեմ, որ հա, բոլորի մեջ կա ատար։ Այդ սովորական for-ի դեպքում ոնց կանենք։ Հա, include էր, բայց մինչև include-ը ինչի include։ Okay, լավ, զանգված ինչ է string-ին երևի։ Okay։ Հիմա մենք ունենք մեթոդ այդ ամեն ինչը կարճ միտողով գրելու համար, սիրուն։ Պատկերացնում եք, որ կարա այդքան բանը միտողով գրվի։ Ինչ եմ անում, ասում եմ արել get every։ Անունը every է, տես անգլերեն սիրուն բառերը։ Ասում եմ, եթե իմ ամեն էլեմենտի name-ը include անում ատար, ուրեմն ասա որ թռես, հակառակ դեպքում ասա for, բան, լավ, if console log-ը անելու բոլորի մեջ կա ատար։ Else log չեկա։ Ասում բոլորի մեջ կա ատար։ Հիմա տենանք հələ բոլորի մեջ օրինակ յուտար կա, բնականաբար չկա։ Եկեք փորձենք յուտարը, որ համոզվեք, որ ճիշտ է աշխատում։ Չկա։ Պատկերացրինք։ Всё, ամի բոլորի մեջ հետառը եկեք, չէ, բայց սրա մեջ չկա հետառ։ Всё, լավ, այսքանն է, ինչ չի։ Այն մի for-ի տեսակը հետո կասեմ, լավ, ոնց որ թե հերիքա։ Հարցեր բան լինի կգերեք, վիդեոն կգցեմ տնայինները կուղարկեմ։ Շնորհակալ։ Ինչ տամ։ Հա, անպայման։ Հաջողություն։